Խնդիրը պահանջում է գտնել 1-ից 1000 թվերի գումարը, եթե գումարից բացառում ենք այն բոլոր թվերը, որոնց գրության կա 0 թվանշանը։ Շատ լավ, եկեք մի քանի թվեր կրանք տեսնենք, որոնք են մեզ բավարարում նախ 1-ից 1000, այսինքն այնտեղ մեր թվերն են 1, 2, այսպես շարունակ, միանիշներ ունենք, այսպես շարունակ, այնտեղ երներ կան, ինչ-որ բայ, ու այսպես 1000-ով ավարտվում են 1-ից 1000 թվեր, այսինքն մոտավոր այս տեսքում։ Հիմա սրանցից մենք բացառում ենք այն թվերը, որոնք 0 թվանշան, այսինքն 10-ը օրինակ բացառում ենք։ Հարյուրներում այստեղ ունենալու ենք պարտադիր, որոնք բացառում ենք։ Միանիշներում օրինակ չունենք այդպիսիները, բայց տեսեք, որ 1000-ը նույնպես բացառում ենք, որովհետև այն իր մեջ ակնհայտ 0 է պարունակում։ Շատ լավ։ Մենք մոտավոր հասկացանք, թե ինչ թվեր են մեզ բավարարում։ Հիմա եկեք առանձին գտնենք այդ թվերը ու այնուհետև գումարները հաշվենք ինչ-որ տրամաբանությամբ։ Այսինքն մեր քայլերը բաժանված կլինեն ըստ նրա, որ մենք սկզբում կհաշվենք միանիշների համար, այնուհետև երկնիշների համար ու այնուհետև եռանիշների համար։ Եվ հասկացանք, որ քառանիշ ոչ մի թիվ չունենք, չէ՞ որ 1-ից 1000-ն ենք դիտարկում ու 1000-ն էլ հանում ենք, որովհետև այն 0 է պարունակում։ Շատ լավ, դե հիմնական լուծումը արդեն սկսենք։ Քայլ 1. Հաշվենք միանիշների գումարը։ Այնուհետև բոլորը ուղղակի վերջին քայլով իրար կգումարենք։ Շատ լավ։ Դե միանիշները մեզ մոտ ովքեր են։ 1-ը, 2-ը և մինչև 9։ Եթե հիշում եք, մենք այսպես շարքով գրված թվեր իրար գումարելու կարճ տարբերակ ունեինք, որը դուրս էինք բերել արդեն ոչ մի անգամ։ Բազմաթիվ այլ անգամներ ունեցանք, երբ մենք այս բանաձևը հասկացանք, թե ինչպես է աշխատում, 1-ից 9 թվերի գումարը կարելի է հաշվել 9 10 բաժանած 2 թվով։ Տարը 40։ Շատ լավ, միանիշներից մենք պրծանք, որովհետև միանիշներում չունեինք 0 պարունակող, ուղղակի նրանց։ Շատ լավ, հիմա անցնենք երկրորդ քայլին, որտեղ մենք կհաշվենք երկնիշների գումարը։ Ահա, դե իսկ երկնիշներում արդեն պետք է շատ ուշադիր լինել ու հասկանալ, թե որոնք ենք անում։ Ու այնուհետև պետք է նաև հասկանալ, թե ինչպես հեշտ հաշվենք։ Դե տեսեք, երկնիշ թվերը մեզ մոտ կարող ենք պատկերել 2 քառակուսով ու այնուհետև թվանշաններ որոշել։ Օրինակ, եթե 0 թվանշանը չկա, դա նշանակում է, որ երկնիշ թվերի այդպիսի քանակը մենք հեշտությամբ կարող ենք գտնել, որովհետև առաջին թվանշանը ընտրելու 9 տարբերակ կունենանք, թե որ այդպիսի 9 թվանշան կա, որոնք 0-ին հավասար չեն, 1-ից մինչև 9, այստեղ նույնիսկ գրված է։ Եվ երկրորդ թվանշանը ընտրելու կրկին 9 տարբերակ ունենանք, որովհետև երկրորդ թվանշանը արդեն 0 լինել հաստատ չի կարող։ Այսինքն նախ մենք 81 թվի գումար պետք է գտնենք։ Ահա, դա մեզ հստակեցնելու համար ամեն ինչ։ Սա հասկացանք ու հիմա եկեք դիտարկենք այդ թվերը, որոնք են։ Դե նախ գտնենք որոնք են, որ մեզ մոտ 0 են պարունակում ու երկնիշ են։ Ակնհայտ է, որ դրանք այն թվերն են, որոնք 0-ով են ավարտվում, որովհետև առաջին թվանշանը 0 լինել չի կարող, ուստի եթե 0 նույնիսկ կա էլ, ապա դա երկրորդ թվանշանն է լինելու։ Դե դրանք լինելու են 10-ը, 20-ը, 30-ը, 40-ը, 50-ը, 60-ը, այդպես մինչև 90-ը։ Իսկ արդեն դրանց համար մենք ինչ կարող ենք անել։ Դե կարող ենք ուղղակի կտորներով հաշվել, այսինքն 10-ը բաց թողնենք եւ հաշվենք 11-ից մինչև 19-ի գումարը։ Հավասար է։ Այնուհետև 20-ը բաց թողնենք ու հաշվենք մինչև 21-ից մինչև 29-ի գումարը։ Դրանից հետո 30-ը կրկին բաց թողնենք ու հաշվենք 31-ից մինչև 39-ի գումարը։ Ու այսպես շարունակ, ահա, վերջինը մեզ մոտ կլինի 90-ը բաց թողնել, հաշվել 91-ից մինչև 99-ի գումարը։ Ու այսպես կգտնենք մենք բոլոր եռանիշ թվերի գումարները, կտոր-կտորի հարկ է, որոնց մեջ չկա 0 թվանշանը, ու այնուհետև այս գումարները իրար գումարելով կստանանք ընդհանուր քանակը։ Շատ լավ, բայց տեսեք, որ ինչ-որ շատ բարդ կլինի այսպես հաշվել, դրա համար մեզ պետք է ինչ-որ ձև մտածել, որով կարելի է ավելի հեշտ հաշվել այս գումարները, ու այդ ձևը այն է, որ վերցնենք եւ գումարելիները ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով։ Այսինքն ոչ թե մենք 11-ին գումարենք 12, այլ նախ գրենք 10 գումարած 1։
Դրանից հետո 12-ի փոխարեն մենք ինչ կունենանք, 10 գումարած 12, ահա, 13-ի փոխարեն մենք կունենանք 10 գումարած 3 ու այսպես շարունակ մենք կունենանք այստեղ 10 գումարած 9, հետևյալ գումարելիները կունենանք, եկեք սա իջացնենք ներքև, որովհետև ուղղակի նույն տրամաբանությունը օգտագործելով ներքևում մի անգամից կգրենք այդ գումարները, ու հիմա առաջարկում եմ խմբավորում կատարենք, չէ՞ որ կարող ենք 10-երը իրար հետ առանձին կտորներով հավաքել ու քանի հատ 10 կունենանք, դե ակնհայտ է, որ 9 հատ, այստեղ 9 թիվ կար ընդհանրապես, կստացվի մեզ մոտ 9 անգամ 10 ու դրան էլ գումարած առանձին այս կտորները իրար գումարենք 1, 2, 3, այդպես շարունակ, 1-ից մինչև 9 դե ինչն էր, արդեն գիտենք, որ հավասար է 45, կունենանք 90, կամ եկեք 9 անգամ 10 տեսք, 45, շատ լավ, այսինքն ստացանք ընդհանուր ինչպես կարելի է այս գումարը արտահայտել, հիմա նույն տրամաբանությունը օգտագործելով, իսկ ինչ կլինի, երբ որ մեզ մոտ հաշվենք 21-ից 29 թվերի գումարը, դե կրկին եթե այսպես առանձնացնենք, մեզ մոտ կլինի 20 գումարած 1, 20 գումարած 2, այդպես շարունակ մինչև 20 գումարած 9, ու ինչով կտարբերվի այս գումարից դա, դե այս 45-ը նույնը կմնա, 9-ը նույնը կմնա, քանակներն էին, միայն կփոխվի 10-ը, որովհետև մենք արդեն այստեղ կունենանք ոչ թե 10 գումարած 1, այլ 20 գումարած 1, հետևաբար այս գումարն էլ կարելի է ներկայացնել 9 անգամ 20 գումարած 45 տեսքով, դե 30-ների գումարը այսպես կարող ենք ներկայացնել 9 անգամ 30 գումարած 45 տեսքով, այսպես շարունակ մինչև 90-ների գումարը կարելի է ներկայացնել 9 անգամ 90 գումարած 45 տեսքով, շատ լավ, հիմա մենք ստացանք կտոր բոլոր գումարները ու մեզ անհրաժեշտ է միայն առանձին վերցնել և այս ամենը իրար գումարել, 9 անգամ 10 գումարած 45, շուտով կհասկանանք, թե ինչու էր հարմար թողնել 9 անգամ 10 կարգավիճակով, այնուհետև 9 անգամ 20 գումարած 45, դրանից հետո ունենք 9 անգամ 30 գումարած 45 և այսպես շարունակ մինչև 9 անգամ 90 գումարած 45, շատ լավ, ու սրանից հետո ինչ կարող ենք անել, դե կրկին պետք է խմբավորենք ինչ-որ ձև ամեն ինչ, ու ինչպես կարող ենք դա խմբավորել, դե նախ 45-երը մեզ մոտ լինելու են 9 հատ, որովհետև այստեղ 10-ով սկսվողները, 1-ով սկսվողները, 2-ով, 3-ով և այդպես շարունակ մինչև 9-ով սկսվողներն են լինելու, այսինքն 45-երի հարցը այդպես լուծեցինք, 9 անգամ 10, 9 անգամ 20 ու այդպես շարունակ, դրանց հարցը ինչպես կարող ենք լուծել, դե տեսեք, որ ունենք 9 անգամ 10-ը 90 է, 9 անգամ 20-ը կարող են գրել 90 անգամ 2, 9 անգամ 30-ը կարող են գրել 90 անգամ 3 ու այդպես շարունակ, այսինքն նկատեք, որ այս բանին ես ամեն ինչ ուղղակի անում եմ, որպեսզի հաշվարկը ավելի հեշտ լինի ու ավելի քիչ թվեր իրար հետ ես գումարեմ, ուղղակի խմբավորումներ եմ կատարում, ունենալու ենք այստեղ 90 անգամ 1 գումարած 90 անգամ 2, այսպես շարունակ մինչև 90 անգամ 9, դե տեսեք, ուղղակի այս զրոն փոխանցում եմ մյուսին, ու դրանից հետո էլ 9 անգամ 45, շատ լավ, այս կտորը ստացանք ու հետո ինչ կարող ենք անել, դե այստեղից էլ կարող ենք ուղղակի 90-ը ընդհանուր հանել, ունենանք 90 անգամ 1-ից 9 թվերի գումարը, դրան էլ գումարած 9 անգամ 45, արդյունքում լինելու է 90 անգամ 45 գումարած 9 անգամ 45 և տեսեք նույնիսկ ես դեռ 9 անգամ 45-ը չեմ հաշվել, որովհետև այս կտորից էլ կարելի է 45-ը ընդհանուր հանել ու ստանալ, որ ունենք արդյունքում 99 անգամ 45, շատ լավ, իսկ դե այս քանակն է կարելի է հեշտ հաշվել, դրա արդյունքում կունենանք 44, կներեք 4455, շատ լավ, տեսեք, այստեղ իմ աշխատանքը կոնկրետ կայանում էր նրանում, որ ես գումարը հեշտ ձևով էի փորձում հաշվել, որովհետև իհարկե բարդ չէ հասկանալ, թե որ թվերն են մեզ բավարարում, բայց բարդ է դրանք համակարգված գումարել, ու այստեղ ամբողջությամբ ցույց տվեցի, թե ինչպես կարելի է դա անել, ու քայլ 3-ում արդեն պետք է ամեն ինչ հաշվել եռանիշների համար, դե դա լրիվ նույն տրամաբանությամբ է լինելու, ուղղակի արդեն ունենալու ենք մի քանի հատ այսպիսի կտորներ, շուտով կհասկանանք, եկեք դեռ սկսենք,
նշել, թե ինչ ենք հաշվում, հաշվենք եռանիշների գումարը, ու այնուհետև կրկին մեկի վրա դրամաբանությունը կհասկանանք, իսկ մնացածի վրա ուղղակի կկիրառենք։ Ահա, եթե մենք եռանիշների գումար ենք փորձում այստեղ հաշվել, պես կարող ենք դա անել։ Դե առաջին թվանշանը կարող ենք ընտրել 9 տարբերակով, երկրորդ թվանշանը կարող ենք ընտրել 9 տարբերակով եւ երրորդը կարող ենք ընտրել 9 տարբերակով, ու դրա արդյունքում մեզ մոտ կլինի 81 անգամ 9, ինքն 729 թիվ։ Հետևաբար գոնե մոտավոր հասկացանք ինչպես է մեզ պետք հաշվել եւ քանի հատ են այդ թվերը չնայած քանակը մենք նույնիսկ այստեղ չենք օգտագործել, ուղղակի հաշվեցինք ավելի հստակեցնելու համար, ինչի հետ գործ ունենք։ Հիմա եկեք ամեն ինչ անենք միայն մեկով սկսվող եռանիշ թվերի համար, ինքն որ թվերի գումարը էլի մենք պետք է հաշվենք։ Մենք պետք է հաշվենք 111, 111-ից 119, այնուհետև 121-ից 129, տեսեք, ուղղակի մեր եռանիշ թվերը 100-ից մինչև մեկով սկսվողները 199 են, ես փորձում եմ կտոր առանձնացնել նրանք, որոնք 0 չեն պարունակում։ Դա ակնհայտ է, որ այն նրանք, որոնք ընդհանրապես մի նիշն է վերջինը տարբերվում, այսինքն այս երկրորդ նիշը դեռ 0 է, մեզ չեն բավարարելու, այսինքն 101-ից նույնիսկ 100-ից 100-ից մինչև 109 մենք չենք հաշվում, առհասարակ չենք դիտարկում, 110-ը, քանի որ 0-ով է ավարտվում, նույնպես չենք դիտարկում, ու սկսում ենք 111-ից դիտարկել մինչև 119, այնուհետև 121-ից մինչև 129, դրանից հետո 131-ից մինչև 139, դրանից հետո 141-ից մինչև 149, ու եկեք այստեղ բազմակետեր դնենք, որովհետև այս նույն տրամաբանությամբ մենք կշարունակենք մինչև 191-ից 199, նույնիսկ այսպես ավելի հարմար է նշանակումը, բոլորին եկեք այդպես, ահա իսկ կտորներում գումարները մենք պետք է դիտարկենք, ու ինչպես արդեն կարելի է հաշվել այս գումարները, դե նկատենք, որ կրկին կարգային գումարների գումարի տեսքով կարելի է ամեն ինչ փորձել ներկայացնել, որովհետև կարող եք նմանություն գտնել քայլ 2-ի կտորների մեջ, որովհետև եթե այս մեկերը ջնջենք, ուղղակի ունենք 11-ից 19-ի գումարը, 21-ից 29-ի, այնուհետև 31-ից 39-ի, այդպես շարունակ 91-ից մինչև 99-ի։ Շատ լավ, այսինքն այս գումարները, եթե մենք փորձենք ներկայացնել կարգային գումարների գումարի տեսքով, բայց միայն առանձնացնենք այս 100-ները, ինքն 111-ը գրենք 100 գումարած 11, ու մնացածը նույնպես 119 գրենք 100 գումարած 19, ու այնուհետև 100 գումարած 21, շարունակ մինչև 100 գումարած 29, դրանից հետո արդեն լինելու են 30-ներով, բայց եկեք բաց թողնենք, ու մինչև 90-ները, 100 գումարած 91, ու դրան գումարած մինչև 100 գումարած 99, ու ինչ կարող ենք այս ամենի հետ մենք անել տվյալ պահին, դե տեսեք, 100-ները ամբողջությամբ կարող ենք իրար հետ հավաքել, իսկ մնացած 11-ից 19, 21-ից 29, այդպես շարունակ գումարները մենք հաշվել ենք նախորդ քայլին, գիտենք ինչքան են։ Այստեղ ուղղակի խնդիր է հասկանալ, թե քանի 100 ունենք։ Ինքն 100 անգամ ինչ որ թիվ, որը չգիտենք, ու դրան գումարած 4455։ Ու այս թիվը ինչպես կարող ենք մենք գտնել։ Դե նախ նկատենք, որ այս թիվը 100-ը ինչով ենք մենք բազմապատկում, քանի հատ 100 ունենք, ցույց է տալիս, թե այս 11, 19, այսպես շարունակ քանի հատ մենք երկնիշ թիվ ենք իրար գումարել, ու եթե բարձրանանք վերև, կարող ենք նկատել, որ այդ քանակը մենք հաշվել ենք, ու ունենք 81 հատ այդպիսի թիվ, ինքն ամեն դեպքում քանակը մեզ անհրաժեշտ էր այս իրավիճակում։ Հետևաբար կունենանք 81 անգամ 100 գումարած 4455։ Շատ լավ, այսքանը հաշվեցինք, ու սա դեռ մեկով սկսվողներն էին, իսկ մնացածով սկսվողները, այսինքն 2-ով, 3-ով եւ այդպես շարունակ մինչև 9-ով սկսվողները, դրանց հետ ինչ կարող ենք անել։
Դե ինչպես նախորդում է եղել, կարող եք նկատել, եթե այստեղ 9 անգամ 10 էր, այս կտորում 9 անգամ 20, այստեղ մենք ունենք 81 անգամ 100։ Ակնհայտ է, որ հաջորդ քայլին ամեն ինչ նույնը կլինի, երբ ներկայացնենք գումարի այսպիսի տեսքով, ամեն ինչ նույնը կլինի, բացի այս 100-ներից։ Ուղղակի կլինեն դրանց փոխարեն 200-ներ, այնուհետև 300-ներ, դրանից հետո այդպես շարունակ մինչև 900-ով սկսվողները, այսինքն ընդհանուր գումարը եկեք այս գումարը թող լինի S3, դա թող լինի S2, նկատի ունենալով երկնիշներ, այստեղ եռանիշներ ու այստեղ կներեք միանիշներ S1։ Ահա, շատ լավ, եկեք ուղղակի այս պահին ես միանգամից սկսեմ բոլոր եռանիշների գումարը հաշվել, որովհետև տրամաբանությունը ինձ թվում է հասկացանք բոլորս։ Հիմա 100-ներով սկսվողները մեզ մոտ լինում են 100 անգամ 81 գումարած 4455։ 200-ներովը մեզ մոտ կլինեն 200 անգամ 81 գումարած 4450, որովհետև կրկին այսպես գումարիների տեսքով կներկայացնենք 200-ները կառանձնացնենք, հաշվենք 11-ից 19, 21-ից 29, այդպես շարունակ մինչև 91-ից 99 թվերի գումարը, այնուհետև կհիշենք, որ այդ գումարը արդեն հաշվել ենք ու այն հավասար է 4455 ու դրանից հետո կփորձենք գտնել, թե քանի 200-ներ ունենք այդ գումարի մեջ, իսկ դրանք 81 էր, որովհետև ընդհանուր երկնիշ թվերի քանակը, որոնք 0 չեն պարունակում, 81 է։ Ինքն այստեղ էլ կարող ենք բազմակետերել, այսպես դնել ու կունենանք ամենավերջում 900 անգամ 81 գումարած 4400։ Շատ լավ։ Հիմա արդեն պետք է հասկանալ, թե ինչ քանակներ մենք ունենք այստեղ։ Դե տեսեք, 100 անգամ 81, 200 անգամ 81, մինչև 900 անգամ 81։ Այս կտորը ինչպես կարող ենք պարզեցնել։ Դե նկատենք, որ այս երկու զրոները ուղղակի 81-ին կարելի է տալ, կստացվի 8100 ու կունենանք 8100 անգամ 1 գումարած 8100 անգամ 2, կարող ենք ընդհանուր հանել դա ուղղակի, այսպես շարունակ մինչև 8100 անգամ 9։ Ու դրան էլ կավելացնենք 9 անգամ, այս թվերից յուրաքանչյուրը 9 հատ է, որովհետև սկզբում հաշվել ենք 100-ներ, այնուհետև 200-ներ, այդպես շարունակ մինչև 900-ներ, այդպիսի 9 թիվ կա։ Ու այստեղ էլ եկեք դեռ գրենք 99 անգամ 45։ Այսպես ավելի հեշտ կլինի տվյալ պահին հաշվարկ կատարել, կստացվի 8100-ը բազմապատկած 45 գումարած 9 անգամ 99 8000, կներեք 890 անգամ 45, դրա արդյունքում եթե մենք ընդհանուր հանենք ու գումարենք իրար 8100-ն ու 891-ը, կստանանք 8991 բազմապատկած 45։ Ու կրկին ես աշխատում եմ այստեղ իմ հաշվարկը փոքրացնել։ Դրա արդյունքում ունեմ 404595։ Շատ լավ, եռանիշների գումարն էլ առանցին հաշվեցինք, մեզ միայն մնում է հաշվել բոլորի քանակը, այսինքն S-ը գումարը։ Ահա այս թվերի գումարը թող լինի մեզ մոտ S, հավասար կլինի S1 գումարած S2 գումարած S3, այսինքն 45 գումարած։ Դե տեսեք, ես կրկին այս գումարները հաշվել պետք չէր, կարող ենք նույնիսկ հետևյալ տեսքով թողնել, որովհետև հիմա կփորձեմ ավելի հեշտացնել այդ գումարը հաշվելու process-ը։ S1-ը մեզ մոտ 45 էր, իսկ S2-ը մեզ մոտ 99 անգամ 45 էր։ Իսկ S3-ը մեզ մոտ ահա այս թիվն էր 8991 անգամ 45 էր։ Այստեղ կարող ենք ուղղակի 45-ը ընդհանուր հանել, ունենանք 1 գումարած 99 գումարած 8991 բազմապատկած 40, ինչի արդյունքում կստանանք 9091 բազմապատկած 45։ Էլ արդեն հավասար է 409095։ Շատ լավ,
Այս խնդիրը ամբողջությամբ իրենից ներկայացնում էր ուղղակի ուշադիր հաշվարկ, նշանակումներ նորմալ կատարել ու առանձնացնել ինչ է մեզ պետք գտնել ու ինչ ունենք մենք։ Եկեք հիմա ամփոփենք այս խնդիրը ամբողջությամբ ու քայլերի իմաստները հասկանանք ու կրկին կկրկնենք, թե ինչ ենք արել։ Так, մեզ պետք է գտնել 1-ից 1000 թվերի գումարը ու դրանցից բաց արելով բոլոր այն թվերը, որոնց գրության մեջ կա 0։ Նախ ուղղակի գրելով 1-ից 1000 թվերը, մոտավոր այսպես պատկերելով, մենք հասկացանք, որ օրինակ 1000-ը հաստատ չկա դրանց մեջ։ Հետևաբար այն թվերը, որոնց գումարը մեզ պետք է հաշվել, լինելու են մեկերի մեջ, միանիշների մեջ, երկնիշների մեջ ու եռանիշների մեջ։ Դրա համար այդ հասկանալուց հետո մենք խնդիրը բաժանեցինք 3 հիմնական կտորի ու 4-ն էլ ուղղակի բոլորի գումարը հաշվել էր ներկայացնում, բայց այս 3 հիմնական կտորները իրենցից ներկայացնում էին առանձին միանիշների գումար, երկնիշների գումար եւ եռանիշների գումար։ Հիմա միանիշների գումարը ամենահեշտն էր, որովհետեւ ունենք 1-ից 9 թվեր միանիշներ, որոնք 0 չեն պարունակում, ու այդ թվերի գումարը 45 է։ Դրա անունը մենք դրեցինք S1, ուղղակի վերջում հարմար օգտագործելու համար էր։ Այնուհետև քայլ 2-ում ինչ արեցինք մենք, սկսեցինք գտնել, թե նախ որոնք են այն երկնիշ թվերը, որոնք 0 թվանշանը չեն պարունակում։ Մոտավորը հասկացանք, որ տեսքի թվերն են մեզ անհրաժեշտ։ Այնուհետև որոշեցինք, որ նաև նրանց քանակը կարելի է գտնել, միգուցե մեզ անհրաժեշտ լինի, բայց միգուցե ոչ։ Մեզ այս թվերի քանակը անհրաժեշտ եղավ օրինակ քայլ 3-ում, բայց դա արդեն հետո դրան կհասնենք։ Շատ լավ, այսինքն դեռ կարող էր դա անհրաժեշտ լինել։ Հետո ուղղակի ներկայացրինք, թե որ թվերի գումարն է մեզ պետք անհրաժեշտ գտնել։ Դրանք են 11-ից 19, 21-ից 29, 31-ից 39, այսպես շարունակ մինչև 91-ից 99։ Այնուհետև ինչպես հաշվել այս գումարները, դա էր մեզ մոտ հարց, չէ՞ որ բավականին բարդ է իրար տակ դնել, այդքան գումարել կամ ինչ-որ հաշվիչ օգտագործել։ Դրա համար մենք ավելի խելացի գտնվեցինք եւ որոշեցինք, որ կարելի է թվերը ներկայացնել նախ կարգային գումարների գումարի տեսքով ու դրանից հետո նոր խմբավորում կատարել։ Դրա համար մենք 11-ը 10 գումարած 1 տեսքով ներկայացրինք, 12-ը 10 գումարած 2, այդպես շարունակ մինչև 19-ը 10 գումարած 9 տեսքով։ Խմբավորեցինք 10-երը առանձին, 1-ից 9 թվերի գումարը առանձին։ Գիտեինք, որ սա 45 է, իսկ այս կտորը 9 անգամ 10 է ուղղակի։ Ու քանի որ 21-ից 29 թվերի գումարը այդպես ներկայացնելու դեպքում այս տեսքում միայն փոխվելու են 10-երը, այսինքն այստեղ 20 էինք ունենալու, իսկ մնացած ամեն ինչ նույնն էր լինելու։ Հետևաբար 9 անգամ 10 գումարած 45-ը կարելի է ներկայացնել 9 անգամ 20 գումարած 45, 9 անգամ 30 գումարած 45, արդեն 31-ից 39 թվերի գումարի։ Իսկ 91-ից 99 թվերի գումարի համար 9 անգամ 90 գումարած 45։ Այսքանը հասկացանք ու մեզ պետք է ուղղակի ամենավերջում գումարել այս բոլոր խմբերի գումարները իրար, որովհետև մենք գտանք բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնք չունեն 0 թվանշան, սակայն կտորներով այդ ամենը գտանք եւ մեզ պետք էր ընդհանուրը հաշվել։ Իսկ այդ ընդհանուրը ուղղակի այսպիսի կտորներով գումարներ էին, ու դա նույնպես մենք միանգամից չսկսեցինք հաշվել, որովհետեւ երկար process էր։ Մենք ուղղակի սկսեցինք այս իրավիճակում նույնպես խմբավորումներ կատարել։ Դե այս 9 անգամ 10, 9 անգամ 20 դրանք առանձնացրինք իրար հետ հետեւյալ կտորում, իսկ մնացածը նկատեցինք, որ այստեղ ունենք 9 հատ 45։ Դրա համար ուղղակի ունեցանք այստեղ 9 անգամ 45։ Իսկ այս կտորից մենք վերցրինք ու ընդհանուր հանեցինք 90-ները։ Ու ստացանք 90 անգամ 1-ից 9 թվերի գումար, գումարած 9 անգամ 1-ից 9 թվերի գումար 45 ու խմբավորումներ կատարելուց հետո այս գումարը ուղղակի կարելի էր ներկայացնել 99 անգամ 45 տեսքով։ Ու դրա արդյունքում ունեցանք 4455 ու դա նշանակեցինք S2-ով։ Այնուհետև մենք սկսեցինք հաշվել եռանիշների քանակը։ Այդ եռանիշ թվերի քանակը, որոնք մեզ բավարարում են 729-եր, իսկ քանակը հաշվելուց հետո սկսեցինք դիտարկել նախ որոնք են դրանք, որպեսզի կարողանանք դրանց գումարը հաշվել։ Իսկ դրանք շատ են, 729 թիվ չի կարելի դիտարկել, բայց կարելի է ընդհանրացնել ինչ-որ պայմաններ ու ավելի հեշտ տեսքով հաշվել։ Դրա համար մենք որոշեցինք ուղղակի հաշվել 1-ով սկսվող եռանիշ թվերի այդպիսի գումարը, արտահայտել հարմար տեսքով ու մնացածի համար ընդհանրացնել։ Դե ինչ արեցինք, 111-ից 119-ի գումար էր պետք գտնել, 121-ից 129-ի, 131-ից 139-ի, այդպես շարունակ մինչև 191-ից 199-ի, դրանից հետո կրկին կարգային գումարների գումարի տեսքով ներկայացնենք, բայց ոչ մինչև վերջ։ Ուղղակի հարյուրավորները առանձնացրինք, իսկ մնացած երկնիշները թողեցինք, որովհետև դրա վերաբերյալ մենք արդեն ինչ-որ կտոր ունեինք, որ գիտեինք։ Ստացվեց 100 գումարած 11, այդպես շարունակ մինչև 100 գումարած 19-ի գումար ու մյուս կտորների գումարները առանձին իրար։
Հասկացանք, որ այստեղ ունենք մենք 100-ներ շատ, բայց նրանց քանակը չգիտենք։ Բայց մյուս կողմից էլ մենք նկատել ենք, որ այստեղ 11, 12, մինչև 19 է, այնուհետև 21-ից 29, դրանից հետո 91-ից 99, իսկ դրանք մեզ մոտ բոլոր երկնիշ 0 չպարունակող թվերի գումարն է։ Ուստի կարելի է գրել 4455 ուղղակի այստեղ գումարած։ Բայց ինչպես կարող ենք հաշվել արդեն այս 100-ների քանակը, իրենց գումարը, ինչպես կարող ենք այդ կտորը անել։ Դե մյուս կողմից էլ մենք գիտենք, եթե այստեղ այդ երկնիշ թվերի գումարն է, հետևաբար այդպիսի երկնիշ թվերի քանակի համապատասխան էլ 100-ավորներ մենք կունենանք։ Դրա համար մենք այստեղ ունեինք հաշվված, թե քանի այդպիսի երկնիշ կա ու դա 81 էր, հետևաբար կարելի է այդտեղից եզրակացնել, որ 100-ների քանակը 81 է, ուստի այս գումարում կունենանք 81 անգամ 100 ու դրան էլ ավելացրած մյուս կտորը։ Այդ ամենը հասկանալուց հետո արդեն հասկացանք, որ երբ մենք դիտարկենք 200-ներով սկսվողները, ամեն ինչ նույնն է լինելու, մենք այսպես առանձնացնելու ենք, սակայն 100-ի փոխարեն լինելու է 200 բոլոր տեղերում։ Իսկ այս 11-ից 19, 21-ից 29 մինչև 91-ից 99 նույնն է մնալու։ Հետևաբար 100-ով սկսվողները հետևյալներն են նրանց գումարը, 2-ով սկսվողները կլինեն 200 անգամ 81 գումարած այն գումարը եւ այդպես շարունակ։ Այստեղ նույնպես խմբավորումներ արեցինք եւ որոշեցինք 4455-ը գրել հարմար տեսքով 99 անգամ 45 ու կատարեցինք արդեն մնացած խմբավորումներ ու գործողությունները։ Իսկ ընդհանուր գումարն էլ հաշվելու համար S1 գումարած S2 գումարած S3 էր պետք անել։ Ու դրա համար էլ մենք ներկայացրինք կրկին հարմար տեսքը, որպեսզի կարողանանք ընդհանուր հանել։ Մենք անընդհատ խուսափում ենք տարբեր գումարելիներ իրար գումարելուց։ Մենք ուղղակի ընդհանուր էինք հանում շատ դեպքերում։ Տեսեք, նույնիսկ այստեղ մենք երկու գումարելի չհաշվեցինք։ Մենք եկանք ինչ-որ պահի, որտեղ երկու թիվ իրար բազմապատկելով կարող ենք ամբողջ գումարը հաշվել միանգամից։ Իսկ այստեղ 3 թիվ իրար գումարելու փոխարեն մենք ուղղակի կրկին երկու թիվ իրար բազմապատկեցինք ու մեր հաշվարկը շատ ավելի հեշտացավ ու արագացավ։ Հետևաբար այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։